Շատ լավ, հաստորեն դուք լավ նկատի ունեմ կառավարության անդամները լավ աշխատանքի համար են այդ գումարները ստացել, բայց սրանից ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դուք վատ եք սովորել, մնացել եք նույն դասարանում, հետևաբար ինչի համար են տրվել այդ պարգևավորումները ձեզ։ Խոսքը ձեր մասին չէ, թանկ կառավարության մասին է խոսքը։ Կառավարությունը լավ թե վատ է։ Ես ձեզ մի հուշում անեմ, ես խորհուրդ եմ տալիս կոնտեքստից չկտրել երբևէ որևէ պաշտոնտար անձի ասվածը եւ չներկայացնել դա հանրությանը կոնտեքստից դուրս։ Ես ասում եմ այո, շատ հարցերում մենք չունենք կրթական այն բավարար մակարդակը, որը պետք է ունենանք կամ ցանկալի ունենանք եւ ձգտում ենք ունենալ։ Եվ ամոթ չէ շարունակական կրթվելը եւ ցանկություն ունենալ ինքնակրթվելու։ Որպեսզի դուք գնահատեք կառավարության աշխատանքը, դուք կարող եք վերցնել կառավարության ծրագիրը, կարող եք վերցնել նախարարությունների կողմից մշակված եւ կառավարության կողմից ընդունված ռազմավարությունները եւ դիտարկել մոնիտորինգի արդյունքները, այսինքն կատարողականի գնահատականը, հաջորդ քայլով կարող եք վերցնել բյուջեի մասին օրենքը եւ նախարարություններին հատկացված ծավալները ֆինանսական միջոցների, գնահատել բյուջեի կատարողականը, կարող եք տեսնել այն մեգա նախագծերը, որոնք դրվում են նախարարությունների առջև որպես առաջնահերթություն կատարման տեսանկյունից եւ վերջնարդյունքում գնահատել, թե որքանով են դրանք կատարված եւ միայն այս հարցերին պատասխանելուց հետո կարող եք եզրահանգում ունենալ, արդյոք կառավարությունը լավ է աշխատել, թե վատ է աշխատել։ Դե հիմա ինչ վերաբերում է, բայց ես դες մի բան նշեմ, որը ձեր ասածի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում, քանի որ կառավարությունը շատ կարևորում է կրթության շարունակականությունը, կառավարության որոշմամբ սահմանվում է, որ այդ պարգևավճարի 10%-ը պետք է ծախսվի կրթական նպատակներով, այսինքն որոշակի վերապատրաստումներ պետք է անցնեն հանրային ծառայողները, բոլոր այն հանրային ծառայողները, որոնք պարգևատրվել են, իսկ դրանց շրջանակը շատ մեծ է։ Ես կարող եմ պատասխանատվություն վերցնել եւ ասել, որ գրեթե բոլոր հանրային ծառայողները պարգևատրվել են եւ դա լավ է, որ պարգևատրվել են։ Այս տարվա գումարը էլի է նախատեսված 2026-ի։ Կառավարության համապատասխան որոշումներին հետևեք եւ կտեղեկանեք։ Տիկին Գալյան, դուք օրինակ գերատեսչության որպես ղեկավար ինչ չափորոշիչով եք պարգևավճար սահմանել ձեր օրինակ վարչության պետերին, ավագ մասնագետներին, ինչն եք առաջնային համարել։ Մենք ունենք ներքին գնահատման մեխանիզմներ, ընդ որում գնահատումը իրականացնում եմ ոչ թե ես, այլ գնահատումն իրականացնում է աշխատակցի անմիջական ղեկավարը եւ հետո անմիջական ղեկավարների անմիջական ղեկավարը եւ հետո ուղղակի դրվում է իմ ստորագրությունը եւ ես չեմ կարող գնահատել ամենաներքևի օղակում ջանասիրաբար թեկուզ աշխատանքներ իրականացնող մարդու աշխատանքը, բայց որպես իրենց հաճելի մարդկանց խնդիրը չկա, չի լինելու այս։ Գիտեք, մենք էլ չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, որովհետև մեզ պետք են աշխատողներ եւ պետք է արդյունք։ Որևէ նախարարի համար ցանկալի չի նախարարությունում ունենալ այնպիսի աշխատակիցներ, որոնք չեն աշխատելու, արդյունք չեն ապահովելու կամ չունեն նմանատիպ ունակություններ։ Եվ հետեւաբար ես կարող եմ միարժեքորեն եւ աներկվա ասել, որ գնահատվում է միայն աշխատանքը։ Իսկ այդ աշխատանքը կոնկրետ նախարարը գնահատում է հետևյալ կերպ։ Մենք ունենք մեր առաջնահերթությունները, որոնք նախ եւ առաջ սահմանվում են կառավարության կողմից, դրանք ավելի նեղ են։ Հետո ունենք առաջնահերթությունների ավելի լայն շրջանակ եւ ավելի շատ միջոցառումներ, որոնք սահմանվում են նախարարի կողմից եւ հստակ հանձնարարականներ են տրվում կոնկրետ վարչություններին, որ օրինակ պետք է X ժամկետում թվայնացնել ՔԿ գործակալության աշխատանքը։ Արդյունքային ցուցիչը այն է, որ պետք է թվային լինի ՔԿ գործակալության աշխատանքը, ենթադրենք երեխաների ծնունդը ամբողջությամբ կարողանա գրանցվել թվային եղանակով կամ անվան փոփոխությունը մարդը կարողանա տանից իրականացնել։ Եվ բոլոր ոլորտներում աշխատանքները այդ կերպ են իրականացվում։ Ու ես ուզում եմ մի բան էլ նշել, ճիշտ է ձեզ եւ հանրությանը այդ հարցն է շատ հետաքրքրում, բայց ես նոր 3 ժամ տևած քննարկումից դուրս եկա, որի ընթացքում 3 շատ կարևոր նախաձեռնություններ քննարկվեցին կառավարության։
որոնք մեր աշխատանքի արտահայտումն են, դեռ հարց չեմ լսել այդ նախագծերի մասին, խիստ եթե ցանկանաք կարող եմ ասել ինչ էին քննարկել։ Եթե հետաքրքիր է ձեզ եւ Վարչապետը ստանում են 40,000 դրամ թոշակը իրենց շատ է համարում վարչապետը 10,000 ավելացնել, մարդիկ երկթոշակով չեն կարողանում գոյատևել եւ այլն, այդ մարդկանց հետաքրքրում են այն երբ որ դուք ասում եք ինչու է ձեզ դա հետաքրքրում է, որտեղ երբ որ իշխանությունը փոխվեց, նրանք խոստանում էին այդ մարդկանց կյանքը բարելավել, իրենց այսպես ասած զոհաբերելով, հեղափոխության կանոններն էր դա։ Եվ մետրոյով էին օրինակ ցուցադրական գնում տուն գալիս, հետո սկսեցին ասել, որ 6-7 միլիոն ինչ ա, որ մենք չստանանք, լավ ենք աշխատում։ Դրա համար մարդկանց համար առաջին է դառնում իրենց խոստումների չկատարումը։ Հիմա դուք այսինքն համարում եք, որ դուք արժանի եք այդ միլիոնավոր պարգևավճարներին եւ դրա համար ստացել եք, ես ուզում եմ լսել ձեզնից ձեր դրամատական Գիտեք, չի կարելի ասել, որ դուք ասել եք թոշակները կբարձրացնենք, չեք բարձրացրել այն դեպքում, երբ բարձրացում տեղի ունեցել եւ ոչ մեկ անգամ։ Չի կարելի այդպես ներկայացնել եւ չի կարելի ինձ ընդհատել։ Չի կարելի ինձ ընդհատել, այդպես։ Լրագրողները կարող են ընդհատել եւ հարց տալ։ Ինչ է նշանակում չի կարելի ընդհատել։ Ես համարժեքության մասին էի հարցնում, ես չեմ ասել չեք բարձրացրել։ Իհարկե ինչ որ չափով բարձրացել է։ Ես խոսում եմ համարժեքության մասին։ Դա եմ հարցնում եւ ասում եմ հիմա դուք համարում եք, որ դուք նախարարները, փոխնախարարները, վարչության պետերը, որոնք ստացել են այդ աստղաբաշխատանքները, համարում եք, որ արժանի են դրան, այո, եւ պետք է ստանան, ես դա եմ ուզում ճշտել։ Դուք ինչպես է գնահատում ձեր աշխատանքի նախարարների, փոխնախարարների եւ այդ վարչատրությունը համարժեք է կարծում եք, արժանի են դրան։ Սա եմ հարցնում։ Թոշակները բարձրացվել են ոչ ավել, քան մեկ անգամ, ինչու է սա կարևոր շեշտել, որովհետև դուք ձեր պնդման կամ հարցադրմանը նմանվող խոսույթում ասում եք, որ խոստացել եք չեք արել։ Ես էլ ասում եմ ոչ, խոստացել ենք, արել ենք եւ արել ենք բաներ, որոնք նույնիսկ չենք էլ խոստացել։ Շատ բաներ են կարել, օրինակ հետվճարի ինստիտուտի մասին խոսակցություն չի եղել, բայց այդ քեշբեքը այսօր կարողանում են ստանալ, քեշբեքի տոկոսը մեծացվել է, որը փաստացի կրկին բերել է թոշակների բարձրացման։ Մենք խոստացել ենք ու վերջապես այսօր գործում է Համընդհանուր ապահովագրության ինստիտուտը, որը պարտադիր շահառուներ է նախատեսում որպես նույն թոշակառու անձանց, որոնք ժամանակին զրկված են եղել անվճար բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Ինչու չենք ասում այն բաները, որոնք մենք արել ենք, խոստացել ենք եւ արել ենք, եւ չենք խոստացել, բայց արել ենք, որովհետեւ կարծել ենք, որ պետք է անենք անկախ նրանից դրանք որպես նախընտրական խոստում ներկայացվել են թե ոչ։ Ինչ վերաբերում է նրան համարժեք է, համարժեք չէ, սա ընդհանուր որոշում է եւ քանի որ արդեն որպես փաստ կարող ենք խոսել, ես կրկնում եմ, որ մեթոդաբանությունը շատ երկար քննարկվել է եւ տրամաբանության հիմքում դրվել է կատարված աշխատանքի ծավալը, այսինքն սկզբից թիրախները, որոնք սահմանվել են, հետո դրանց հասնելու ճանապարհը եւ արդյունքը, ես վստահ եմ, որ մեթոդիկայի տեսանկյունից հաջող ընտրված տարբերակ է եւ կարծում եմ, որ այո համարժեք է։